Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տիկին Հակոբյան, տեսեք, ձեր հիմնադրամի այդ նվիրատումների մասով հարց հնչեց, բայց ասացիք, մի մասը գաղտնի է, պարում նվիրատումների, մի մասի անունները հայտնի են, եւ երբ որ այդ հիմնադրամը բացվեց, տեսանք հայտնի անուններ, օրինակ Սամվել Ալեքսանյանը, Սասի Արտակը, մյուսներ, բոլոր հնչեղ անունները, որ նախկիներում կան եւ ձեր կոմիսիա դրանցնու կոմիսիա թիրախավորում են ծրագրով ու պատգամավոր, այսօր այսպես ասած մուծում են ձեր հիմնադրամին։ Սա ինչպես է նախտեղին, դա չասենք մուծում են, ասում են, չգիտեմ, գումարներ են փոխանցում։ Հիշում եք, ներողություն եմ խնդրում, հարցը խնդրում եմ հիշում եք, որ ես 1 տարի կամ տարի ու կես առաջ հրավեր ուղարկեցի Հայաստանի բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին, հրավիրեցի գալ եւ քննարկել իրար հետ քննարկել, թե ինչպես մեր միջավայրը փոխենք, ինչպես անենք միասին, որովհետեւ ի վերջո լրատվամիջոցներն են ստեղծում այդ միջավայրը եւ ավելի բարեկիրթ դարձնենք, ավելի բարի դարձնենք, ավելի հանդուրժող դարձնենք, դա կրթվել է նորաձևի շարժման շրջանակում էր եւ բոլորը մերժեցին այդ հրավերը։ Ինչ եմ ուզում ասել, երբ որ լրագրողը հարցը ձևակերպում է, ասելով մուծվում է, դա ստեղծում է միջավայր, դա ստեղծում է նեգատիվ միջավայր բոլորիս համար, ոչ միայն իմ համար, բոլորիս, ընթերցողի, քաղաքացու, բոլորի համար, եւ այս միջավայրը, որտեղ մենք բոլորս ապրում ենք, որևէ մեկին հաճելի չէ, առավել եւս որևէ մեկի կյանքը ավելի լավը չի դարձնում, եթե չասենք, որ բոլորի կյանքը ուղղակի պղտորում է։ Իմ հրավերը համարեք ուժի մեջ եւ անժամկետ հրավեր է բոլոր լրատվամիջոցներին քննարկելու կարող ենք արդյոք մենք մեր միջավայրում խոսքի մշակույթը փոխել բոլորս միասին կարող ենք դա անել թե ոչ դա էլ կքննարկենք այդ ընթացքում եթե իմ մեկնած ձեռքը հակառակ կողմը սեղմի մենք բոլորս կնստենք Իմն էլ կքննարկենք, մյուսին էլ կքննարկենք, էականը չի ով ինչքան ինչ չափով, էականը կլինի արդյունք թե չէ, մենք կկարողանանք փոխել մեր միջավայրը եւ խոսքի մշակույթը փոխել, թե ոչ, դա եթե ոչ լրագրողները ով պետք է անի։ Ես ասում եմ, հիշեցնում եմ իմ հրավերը եւ ասում եմ անժամկետ հրավեր է եւ ուժի մեջ է։ Կարող եմ ավարտել հարցս։ Նեգատիվով ավարտեմ, հետո բացատրեմ ինչու եմ այդ ոճով հարցս տալիս, հետո դու գնահատեք շատ լավ։ Երբ որ մուծում են, այսպես ասած, ձեզ մարդիկ ասում են, որ առաջ Սաշիկին են մուծվում, հիմա Աննային են մուծվում, այսինքն ասում են մերօրյա նոր Հայաստանի Սաշիկներ։ Վահե ջան, ես ներողություն, պետք չի ինձ այդ ոճով ասել, ներողություն, տես, իրոք, ես հասկանում եմ, որ ինչ-որ սուր հարց, սուր անուններ, սուր տպավորություն թողնելը ցանկացած լրագրողի համար ցանկալի բան է։ Ինչ ասեմ, իմ համար անարժեք է։ Իմ համար դա անարժեք է եւ այս հարցով ուղղակի իմ արժանապատվությանը ուղղակի հարված է իմ արժանապատվությունը։ Ես չեմ կարող այս հարցին պատասխանել, որովհետեւ իմ ներկայությամբ այդ հարցը հնչեցնելը ուղղակի ոտնահարում է իմ արժանապատվությունը։ Ես ինձ զգում եմ նվաստացած, երբ որ իմ ներկայությամբ ես ուղիղ եմ ասում եմ այն ինչ որ ես զգում եմ։ Այս հարցը առաջի բառից մինչև վերջի բառը նվաստացնում է իմ ինքնասիրությունը, ոտնահարում է իմ արժանապատվությունը։ Եվ ես հարկ չեմ համարում բացատրել պատասխանել այդ հարցին, նույնիսկ երբ որ տարբերություն կա։ Խոսույթների մասին ասեցի, հրավեր եմ անում բոլոր խոսույթների մասին քննարկել։ Բոլոր մեր միջավայրի մասին եմ ես խոսում։ Մենք իրեն ենք հողում տալիս, չէ՞ որ ասում ենք սա շիկ, մի շիկ մնաց։ Լավ, համարենք, որ իմ հրավերը առնվազն Վահեի կողմից մերժված է, լսում եմ։ Ինչով թվային տվյալներ կան, ներկայացնել ծրագրերը, որ իրականացրել եք, առնվազն վերջին 2-3 ամսվա ընթացքում ինչ տեսեք, եթե էլի ձեր թանկագին ժամանակից առնվազն իմ քայլը հիմնադրամի մասին հոդված գրելու փուլում տրամադրեք ժամանակ, ուսումնասիրեք իմ քայլը հիմնադրամի կայքը, ամեն ինչ կգտնեք Շողիկ ջան, ամեն ինչ, եւ ինձ այդ հարցը տալու կարիք չի լինի, եւ ավելին կգտնեք, քան պատկերացնում եք։ Առնվազն գոնե
հիմնադրամի մասին նյութ գրելու ընթացքում։ Վստահ եմ, որ ներկաներից որևէ մեկը երբևէ այդ կայքը չի բացել, ներկաներից որևէ մեկը չի նայել մեր ծրագրերը թվային, ոչ թվային, մարդկանց քանակը, ոչ մի բան։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, կարող եք չնայել, եթե այդ թեման ձեզ հետաքրքիր չի, ոչ էլ իմանցն է ձեզ հետաքրքիր, ոչ էլ ուզում եք հոդված գրել, ոչ էլ նկատում եք։ Բայց եթե դրան առնչվում է ձեր գործունեության, խաչվում է խաչմերուկը, բացեք, նայեք, բացեք եւ նայեք, ես ձեզ շատ եմ խնդրում, բոլորին խնդրում եմ, դա առնվազն պրոֆեսիոնալ է եւ հակառակը ոչ պրոֆեսիոնալ է։ Համեցեք եւ ավարտենք, խնդրում եմ։ Թեև չեմ խուսափում, կարող են երկար խոսել, բայց այլ ֆորմատով առավել եւս երկար խոսել։ Տեսեք, առաջին տիկնոջ կարգավիճակ ես երբեք չեմ ունեցել։ Եվ առաջին տիկնոջ կարգավիճակը, ինչ ասեմ, դա այնպեսի մի սիմվոլիկ, հայեցողական, քարոշ չեմ հասկանում։ Ես դրա իմաստը լավ չեմ հասկանում։ Այո, այդպես, որովհետեւ բոլորը այդպես են կոչվում։ Բոլորը այդպես են կոչվում, ես այդ կարգավիճակը երբևէ չեմ, ես ի սկզբանե արել եմ, ես ասել եմ առաջին տարիների ընթացքում հետևողականորեն ասել եմ, որ ինձ չկոչել, բայց դե դառնում է, մարդիկ կարողանում են հասնել, ուզում եմ ասեմ, էական բան չի, դա էլ էական բան չի։ Բայց էլի, հա, այդ արդեն եղել է։ Եվ ես ձեզ վերջում ուզում եմ մի բան ասել, նորից, ինչ ասեցի դրանից բացի, ուզում եմ բոլորին հորդորել, ձեր խմբագրություններին, խմբագրակազմերին եւ խմբագիրներին, մնացած բոլոր գործող լրատվամիջոցների լրագրողներին, ես ձեզ քաջալերում եմ անպայման հետևել հիմնադրամի լրագրողների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրին, դիմել այդ ծրագրին եւ օգտվել այդ հնարավորություններից։ Մենք արդեն 14 լրագրող ուղարկել էինք Փարիզում տրեյնինգի, կարող եք ձեր գործընկերներից ճշտել արդյունավետության աստիճանը եւ ես ուզում եմ ասել, որ այդ ծրագիրը շարունակական է լինում, անժամկետ ծրագիր է եւ մենք գործընկերական հարաբերություններ ունենք Oxford Training Center-ի, Blackbird-ի, European Board-ի, Clear Europe-ի հետ հրաշալի հարթակներ են մասնագիտական հմտությունները մեծացնելու, ավելացնելու համար մենք դա անում ենք, մենք հսկայածավալ աշխատանք ենք անում այդ հնարավորությունը ստեղծելու համար։ Ես քաջալերում եմ բոլորին, հերթով բոլոր խմբագրությունների լրագրողներին դիմել այս ծրագրին, ամեն մեկին իրեն հարմար փուլում, իրեն հարմար ծրագիրը քանի օր տևեց։ 3 օր տևեց, լինում է որ 1 շաբաթ է, լինում է որ շատ ավելի է, ես ձեզ բոլորիդ քաջալերում եմ մասնակցել, այո, հիմնադրամի միջոցներով մասնակցել այս ծրագրին եւ օգտվել այս հնարավորությունից, որը մենք ստեղծում ենք հատկապես լրագրողների համար։ Ես նույնիսկ գտնում եմ, որ սա ուշացած է, բայց երբ ձեռքներս հասավ նաեւ սրան, հենց այդ պահից արեցինք։ Խնդրում եմ անպայման օգտվել, հրաշալի հնարավորություն է, պարզապես հրաշալի։ Դուք անդադ ներսրտում եք, որ մեր ձևակերպումներից, մեր հարցադրումներից, քննադատությունից, բայց չեք կարծում, որ ձեր անձի, ձեր ընտանիքի անդամների հանդեպ այս ուշադրությունը եւ քննադատական ուշադրությունը մեծապես գալիս է ձեզանից։ Ահեջան, քննադատությունը մեկ բան է։ Քննադատությունը հրաշալի բան է, քննադատությունը հիանալի երևույթ է։ Քննադատական մտածողությունը հիանալի երևույթ է, վերլուծական քննադատական մտածողությունը իրար հետ ընդհանրապես անգնահատելի արժեք է, որ պետք է ունենան ոչ միայն լրագրողները, այլև ցանկացած քաղաքացի։ Ես չեմ նեղսրտում ոչ մի բանից, ես չեմ նեղսրտում։ Ես ասում եմ, եթե խոսում ենք փաստի մասին, տիրապետենք այդ փաստին։ Ես երբ խոսում ենք սուտի մասին, հավանականություն թողնենք կես տոկոս, որ դա հնարավոր է սուտ լինի։ Ես խոսում եմ փաստերի մասին, ես խոսում եմ պրոֆեսիոնալիզմի մասին եւ ի վերջո եւ կրկին խոսում եմ մեր միջավայրի մասին։ Այս ասուլիսը չպետք է դրան վերաբերվել, բայց որովհետև հնչում են հարցեր, որոնք ուղիղ միջավայրի ազդեցություն են, ես նորից հիշեցի եւ նորից հորդորում եմ եւ նորից խնդրում եմ գնալ այդ քայլին եւ միասին քննարկել անկախ նրանից ով, որտեղ, երբ, ինչ,
Եվ այլն, եւ այլն։ Այս ամեն ինչը որ դասեր եք տալիս, ֆորտորում եք, աջակցում եք, հաջալերում եք, որ մենք կրթվենք, փոխվենք եւ այլն։ Դուք ձեր այս ամեն ինչը ձեր զավակներին ասում եք օրինակ եւ որովհետեւ փոքր իմացի ոչ ճիշտ չեմ դասերում, բայց շապահած ձեր տան անդամների հետ կապած է քննադատություն։ Վահե ջան, թանկագին Վահե։ Եթե խոսում ենք կրթվելուց, ես դասեր եմ տալիս, ես հիմա սովորում եմ։ Ես դասեր չեմ տալիս, ես դասեր առնում եմ։ Եվ ես հիմա ուսումնասիրում եմ չինական փիլիսոփայություն։ Եվ կոնֆուցիոս։ Ուրախ եմ, որ ապացուցում ես, որ տեղյակ ես այդ անունների մասին, բայց դա չի էություն։ Այսինքն ես դասեր չեմ տալիս։ Ես դասեր չեմ տալիս։ Ես ինքս եմ սովորում այս պահին եւ պատրաստվում եմ թեզ պաշտպանել եւ դրա մասին էլ է հրապարակվել իմ Facebook-յան էջում, որից դուք կրկին տեղյակ չեք։ Այսքանով ավարտենք, անչափ շնորհակալ եմ, որ եկաք։